Ես երբեք սուտ խոստում չեմ տվել։ Երբեք։ Ու երբեք չեմ էլ տա։ Երբեք չեմ տա։ Երբ որ դժվարություն է եղել, երբ որ խնդիր է եղել, ես բաց ասել եմ։ Լսեք, ես Ղարաբաղյան ճակատամարտում, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես եմ եղել այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարը եւ իմ ժամանակ է տեղի ունեցել այդ հաղթանակները։ Բայց ես դրա հետ միաժամանակ ներկայացրել եմ նաեւ մեր բոլոր դժվարությունները, մեր բոլոր խնդիրները։ Հայաստանը շրջափակման մեջ էր։ Ես ժողովրդին չի ասում, ժողովուրդ եկող տարի լավ անելու, չի ասում էի։ Կարող ավելի վատ լինի, որովհետեւ պատերազմ է, որովհետեւ Վրաստանում մեր գազամուղները պայթեցնում են անընդհատ։ Դուք մի կարծեք, որ պատերազմը միայն Ղարաբաղում էր։ Հայաստանն էր պատերազմի մեջ։ Լսեք, 42 անգամ մեր գազամուղը պայթեցրել են, որ ասում էին ցրտի մթի տարիներ։ Ինչու էր։ Հենց այդ պատերազմի պատճառով, պատերազմ չլիներ ինչի էին մեր գազամուղը պայթացնելու։ 21 անգամ պայթեցրել են մեր երկաթգծերը Վրաստանում։ Եվ այդ պայմաններում ուզում եք ցուրտ չլներ, մութ չլներ, ապրանքի պակաս չլիներ։ Բա պիտի լիներ աշխարհի, դուք պատեստեղ մեծահասակ մարդիկ կան, թող հիշեն երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ինչ լույսեր, տաքեր, ինչ էր, կուշտ էիք,